Պարոն Մամիկյանյան, երեկ երեկոյան մեկնարկել են զանգվածային ձերբակալություններ, կալանքներ, տարբեր քաղաքական գործիչների դեմ նոր գործեր են հարուցվում, ինչպես է սա մեկնաբանում, ինչու ընտրություններից ընդամենը 1-2 օր առաջ, արդյոք քաղաքական այս պրոցեսները կապված են Նիկոլ Փաշինյանի մտավախությունների հետ։ Կներեք, ես շատ դեմ եմ ձեր ձևակերպմանը, երեկ չեն մեկնարկել։ Հայաստանում 50-ից ավել բանտարկյալ կար դեռ ընտրական պրոցեսը սկսելու պահին, այս պահին արդեն կրկնապատկվել է այդ Արմեն Աշոտյանը երկար ժամանակ անցկացրել են ազատության մեջ, Դավիթ Համբարձումյան, թեկնածուներից Սամվել Կարապետյանը եւ այսպես շարունակ։ Ակնհայտ էր, որ հաշվի առնելով նաեւ Արմեն Աշոտյանի ակտիվությունը երեկ իր եւ Էդվարդ Շարմազանովի լայվը հերթական ջղաձգումների դրսևորումն է, բոլոր այն մարդկանց համար, որոնք քննարկում են, թե ինչպես Փաշինյանը կկազմակերպի ընտրությունները արդեն կեղծվում են։ Եթե հիմնական քաղաքական դերակատարներից բոլորին այս կամ այն կերպ փորձում են ազատությունից զրկել, խոչընդոտել, ինչի մասին կարող ենք խոսել, իսկ Աշոտյանը Արմենի պարագայում սա արդեն անձնական վենդետտա է, հանրապետականի փոխնախագահ անցեկացրել գրեթե 2 տարի եւ անազատության մեջ, եւ տնային կալանքով, եւ ծանր սահմանափակումների տակ, բնականաբար դա չէր կարող կոտրել Արմեն Աշոտյանին, ինքը շարունակում էր իր ակտիվ գործունեությունը, ընդհուպ մինչև 3-4 գիշերվա եւ Շարմազանովի լայվի ընթացքում պարզ է, որ այս ռեակցիան պիտի լինի Փաշինյանի մոտ, ոչ բան չկա։ Իսկ Արմեն Սահակյանի կալանավորումը ինչ մեղադրանք է առաջադրվել, սպասելի էր թե ոչ, եւ այս տարիների ընթացքում դուք էլ նշեցիք, որ հաճախ ժամանակ առ ժամանակ նոր քրեական գործեր, նոր ձերբակալություններ ու կալանավորումներ, բայց կարծեք որևէ մեղադրանք չի ապացուցվել, հա։ Բոլոր այլախոհների նկատմամբ ներառյալ Արմեն Սահակյանին էլի հանրապետականներ կան այս օրերին, որոնց կաշկշում են ձերբակալում եւ այլն, բոլորի դրդապատճառը նույնն է Փաշինյանի վախերը, ուրիշ որևէ բացատրություն չկա, անդադար այդ գործերը, նրանք, որոնք շատ շուտ են սկսել եւ հասնում են դատարան, քանդվում են տարբեր փուլերում, ել չեմ ասում, որ գործերի 90%-ի պարագայում մենք խոսում ենք նախադատական փուլում մարդկանց ազատությունից զրկելուց, այսինքն խափանման միջոցով որպես պատիժ կիրառելուց ու դա բոլոր միջազգային զեկույցներում առկա է, իսկ պարոն Աշոտյանի պարագայում եւս մեկ անգամ ասեմ, որ ԵԺԿ-ի հայտարարություն բանաձև կա ընդհանուր Հայաստանի կաբանտարկյալների եւ մասնավորապես անվանական նշելով Արմեն Աշոտյանին։ Այդ այն կառույցն է, որը Եվրոպայում իշխանությունն է, երկրների մեծամասնությունում եւ Եվրոպական խորհրդարանում մեծամասնություն է կազմում, եւ որը ձգտում է Փաշինյանի իր կուսակցությունում անդամակցել ամեն ինչ անում է դրա համար, այսինքն ինքը ուզում է անդամակցի մի կառույց, որը ճանաչում է Հայաստանում կան կաբանտարկյալներ, որը ճանաչում է, որ Արմեն Աշոտյանը կաբանտարկյալ է։ Սա է ողջ իրականությունը։